Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տաղավարում հյուրընկալել եմ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանին, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, այսօր աննախադեպ բան է տեղի ունեցել, որքանով ես հիշում եմ մամուլի հրապարակումներով եւ այլն, ձեզ հենց վարույթն իրականացնող մարմինը վկա է ճանաչել եւ ձեզ հեռացրել այն վարույթից, որով մեղադրանք է առաջադրված Գագիկ Ծառուկյանին։ Ավելի բացենք փակագծերը։ Նախ ինչու այսօր որոշեց 3 առերեսում կար եւ դուք ներկա եք այնտեղ եւ ընդգրկված եք որպես պաշտպան, 1 օր անց հանկարծ որոշեցին, որ չէ, դուք վկա եք։ Ուրեմն 3 հարցաքննության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի դժոխք ճանաչված անձը նախ նշում է այստեղից, որ որոշման մեջ, երբ որ վարույթին մասնակցությունից ինձ ազատել են որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, գրված է, որ այդ անձը տվյալ է հայտնել, որ ես իրենց ընդհանուր հանդիպումներին ներկա եմ գտնվել։ Այսինքն իր եւ Ծառուկյանի այս բիզնես գործունեության հետ կապված։ Այս ցուցմունքը երբ որ ինքը տվել էր, ասենք իրենք սա ունեին եւ դա իրենց համար շատ նորմալ էր, որովհետեւ ոչ մի խնդիր այստեղ չկա։ Իրենց պատկերացումներում եւս եւ ընդհանրապես եւս։ Եվ ես հասկանալով, որ ինչ որ այստեղ process-ներ է զարգանում եւ ես նաեւ մտածեցի, որ սա ուղղորդված է, որ ասենք դժողը նման ցուցմունք տա, ավելին դժողը միջև այդ բողոքում էր ինձանից, ասում էր, որ Երեմ Սարգսյանը բազմաթիվ հարցազրույցներ է տալիս այս քրեական գործի հետ կապված, ամեն օր մենք հեռուստացույցով Իրանում քեզ ենք տեսնում, սա բացահայտ ասում էր, ընդ որում ինքը նեղվում էր դրանից, որ ես ցույց եմ տալիս իրենց կողմի ապօրինությունները, այսինքն այս դժող կողմի եւ բնականաբար ցույց եմ տալի Գագիկ Ծառուկյանի անմեղությունը։ Եվ այս տեսանկյունից զգացվեց, որ ինչ որ sense տրամադրվածություն եւ ուղղորդվածության ինչ որ բան կա, բայց սա վարույթ իրականացնող մարմինը ըստ էության այդ բանին որևէ կերպ չգնահատեց, որպեսզի մասնակցություն բացառող հանգամանք։ Բայց քանի որ ես կանխատեսում էի, որ նման ինչ որ process-ներ կարող են իրենք անել, որովհետեւ տեսնում ենք ապօրինությունների մակարդակը, բնականաբար հարց տվեցի դժողին, նախ նշեցի, որ քո նշած հանգամանքների հիմնական մասը սուտ է, բայց եթե որ ասում ես հանդիպումներին եղել եմ, ինչ կարգավիճակով ես ինձ ճանաչել, եւ որպես ով եմ եղել ես Գագիկ Ծառուկյանի համար, եւ ինքը ուղիղ պատասխանեց, որ դու ես ճանաչել եմ որպես Հայաստանի լավագույն փաստաբաններից մեկը եւ որպես Գագիկ Ծառուկյանի փաստաբան։ Բա ինչու՞ն է խնդիրը։ Այսինքն պատկերացրեք, ես դեռևս բան չեմ ասում։ Ես հենց դեռևս պատկերացեք փաստեր չեմ ներկայացնում, վարույթ իրականացնող մարմինը ունի քրեական վարույթի նյութեր։ Տեսնում է, որ ինչ որ մեկը ասում է, որ այդ ընդհանուր հանդիպումներին Գագիկ Ծառուկյանի փաստաբանը ներկա է եղել։ Հիմա ինչ, փաստաբանին կանչում ենք հարցաքննության, ասում ենք, արի մի հատ ասա տեսնենք այդ ընդհանրապես ինչ է տեղի ունեցել այնտեղ, հա։ Ոնց է լինում սա, այսինքն անձը փաստաբան ունի, փաստաբանը, ես միայն իրենց եմ ասում, ես դեռևս փաստ չեմ ներկայացրել, ասում եմ իրենք ինչ ունեն։ Հիմա իրենք տեսնում են, որ փաստաբանի կարգավիճակով իրենց տվյալի համաձայն ես մասնակցել եմ այդ հանդիպմանը։ Պատկերացնենք Գագիկ Ծառուկյանին իրավական խորհրդատվություն եմ ներկայացել, իրավական օգնություն եմ ցուցաբերել եւ այլն, հարցեր տվել, խորհուրդ եմ տվել եւ այլն։ Հիմա օրենքը ուղիղ քրեական դատավարության օրենսգրքի 57 հոդվածը ասում է չեն կարող որպես վկա հարցաքննվել, նշում է թե ովքեր, այդ թվում գրված է փաստաբանը կապված իր կողմից իրավաբանական խորհրդատվություն կամ իրավաբանական ծառայություն մատուցելու հետ դրա հետ կապված։ Այսինքն եթե դու որպես մասնավոր անձ ես, պատկերացրեք ես եւ Ծառուկյանը իրար զբոսնում ենք, ճանապարհին ինչ որ դեպք է տեղի ունենում, այդ թվում Ծառուկյանի հետ կամ եւ այլն։ Ես այդտեղ կարող եմ վկա լինել, որովհետեւ մասնավոր անձ որպես որևէ իրադարձությունների հետ կապված իրավական օգնություն չեմ ցուցաբերում։ Բայց եթե ես իրավական օգնություն եմ ցուցաբերում, ամբողջ աշխարհով ընդունված պրակտիկան էս դա է, որ բոլոր բիզնեսմենները, գործարարները ցանկացած հանդիպումների, գործարար շփումների պարտադիր իրավաբանի հետ են մասնակցում, որպեսզի խորհրդատվություն լինի։ Այդ նշանակում այդ բոլոր իրավաբանները այդ իրադարձության հետ կապված վկա են եւ հետագայում չեն կարող լինել, ասենք այդ բիզնեսմենի փաստաբանը։ Ավարտվեց իր այս անձի մասնակցությունը որպես իրավաբան փաստաբան։ Այս ամեն ինչի իմանալով է, որ օրենքրում հատուկ մատնանշված է, որ չեք կարող դու փաստաբան որպես վկա հարցաքննել։ Հիմա ես դեռևս ոչինչ չեմ ասում, բայց դուք տեսնում եք, որ ես փաստաբանն եմ, այդ անձն է ասում։ Բայց այդքանից հետո դուք ո՞նց եք ինչ կանչում հարցաքննության եւ ձեր համար գրած է, որ դուք իրավունք չունեք ինձ հարցաքննելու։ Բայց ինձ վարույթից հեռացնում են, որպես վկա կանչում են հարցաքննության։ Հիմա դուք հարցաքննվել եք արդեն։ Ես գալիս եմ քննչական կոմիտեից, ինձ որպես վկա կանչել էին ժամը 15:00-ին, եւ այնտեղ բնականաբար ես հարց էի բարձրացնում, ասում էին
դուք ունեք այդ տվյալը, որ ես փաստաբան եմ եղել։ Խնդրում եմ մատնանշեք այն նորմը, որի համաձայն դուք իրավունք ունեք ինձ հարցը քննելու, եւ մատնանշեք այն նորմը, որի համաձայն ես պարտավոր եմ ցուցմունք տալու։ 4 անգամ պահանջել եմ, որ այդ պարզաբանումը տան, որովհետև վարորդական մարմինը պարտավոր է պարզաբանի հարցաքննվողին իր իրավունքներն ու պարտականությունը, ասում են պարտականություն ցույց տվեք, նաև ձեր լիազորությունը ցույց տվեք, որևէ նշում չկա, ինչի չկա, որովհետև նման նորմ չկա, ուղիղ հակառակը կա։ Հիմա պետք է հասկանալ, օրինակ 3 դուք ունեիք հարցաքննության սկզբից։ Ես հիմա մի հատ այդտեղ հենց երեկվա մասով ձեզ հարցնեմ։ Եթե նայենք իրենց տեսակետից, ենթադրաբար վկայակոչել են, որ եթե չի կարող պաշտպան ներգրավել այն անձը, որը վկա է եւ այլն, նույն քրեական դատավարության օրենսգրքով, եթե իրենք արդեն ունեին այդ տվյալը, որ դուք ըստ իրենց վկա եք, այդ դեպքում հիմա պատժվելու են այն մարդիկ, որոնք 3 ըստ իրենց վկայի ներկայությամբ կատարել են առերեսում։ Դե իրենք փորձ ցույց տալիս, որ իրենց ամեն ինչ կարելի է դեռևս։ Այսինքն իրենք բոլոր ամեն ինչ խախտումներ, ապօրինություններ, անցագործություններ կատարում են, իրենց ամեն ինչ կարելի է։ Եվ դրանք մնում են կուլիսներում։ Եվ փորձում են ինչ-որ բաներ գտնել ուրիշների հետ կապված, վարույթից հեռացնել, ինչ-որ մեկին մեղադրանք են ներկայացնում, ինչ-որ մեկին կալանավորում են, բայց սա անօրինական է, այսինքն եթե դա իրականության մեջ դուք տեսնում եք, որ խոչընդոտը, հենց այդ փաստը հայտնի լինելու պես պետք է լիներ։ Ավելին ասեմ ձեզ, գիշերը երբ որ ավարտվել է հարցաքննությունը, այսօր մեզ կանչել են առավոտյան, որ շարունակեինք այդ հարցաքննությունը, որովհետև ժամն էր դրացել։ Այսինքն ես եկել եմ մասնակցելու որպես Ծառուկյանի պաշտպան հարցաքննության առերես ու մեկ էլ պարզվում է, որ որոշ ժամանակ հետո ասում են, չէ, մենք որոշում ենք կայացել վարույթին մասնակցելուց հեռացնելու համար։ Ես հիմա ինչ հասկանամ այստեղ։ Եկեք փորձենք տրամաբանական մոտենալ։ Ինչու ձեզ։ Հա, ինչի համար էր դա պետք։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ 3 առերես հարցաքննության ժամանակ դուժողի ցուցմունքների անարժանավատությունը սուտ լինելը ասենց ակնհայտ մատուցել ենք ու դեռևս դա հարցերի մի մասով։ Էլ չեմ ասում հաջորդ մասերը որ լինի, ասենք որ շարունակվեր, ինչեր կատարվելու։ Ավելին մեղադրանքը ջախջախել ենք, որովհետև այն ինչ որ իրենք ներկայացել են մեղադրանք, այս առերեսումներով, այդ հարցերով մենք ամբողջը կոտրել ենք, ընդ որում իրենք պետք է այդ հարցերը տված լինեին դուժողին։ Չեն տվել, որպեսզի դատարկ դուժողի խոսք, այսինքն պատկերացնեք, չէ՞, դուժողը գալիս է ասում է Գագիկ Ծառուկյանը հանցագործություն է կատարել։ Հիմա պետք է հասկանալ դուժողը ճիշտ ասում թե չէ, դրա համար պետք է մանրամասն հարցեր տաս, փորձես ամբողջ ընթացքը վերականգնես, նաև այնպիսի մարտավարական հարցեր տաս, որ կարողանաս պարզես դուժողը ճիշտ ասում թե սուտ ասում, օբյեկտիվ քննություն անում։ Իրենք այդ ամեն ինչ չեն անում, ասում են դա դուժողը ասել է, ասում ենք լավ, դուժողը ասել է։ Մենք ներկայացնում ենք ասած, դրա տակը դնում ենք փաստաթուղթ, ապացույց, ասում ենք, այսօր մեր ապացույցները, բերում ենք հստակ հիմնավորումներ, թե ինչի դուժողը ասածը սուտ է, իսկ Ծառուկյանի ասածը կամ Ծառուկյանի կողմի ասածը ճիշտ է։ Այդ ամեն ինչը մեկ էլ մի անգամից չեն տեսնում, դա ասում են դե դուժողը հակառակն է ասում։ Այստեղ է խնդիրը։ Հիմա իրենք գիտեն, որ այսօր եթե շարունակվեր այս առերեսումը, եթե 3-80%-ով ենք մենք ջախջախել, այս 20%-ն էլ այսօր ենք ջախջախելու։ Ընդ որում նորից պետք է ասեմ, որ փաստաբանների միջև պայմանավորվածության համաձայն մենք աշխատանքային բաժանում ենք կատարել եւ այս ամբողջ հարցաքննությունների առերեսումների հետ կապված բոլոր աշխատանքը ես էի տանում, այսինքն երեկել եմ ամբողջ օրը ես հարցաքննեց ուժողին, այսօր էլ պետք է ես շարունակեի, այսինքն այս առումով կոնկրետ ես պետք է այդ գործողությունը եւ ես էի արել։ Եվ այդ ամբողջ մարտավարական process-ը որ գնում ենք, երբ որ քննիչը տեսնում էր, որ կոնկրետ ինչ հարցերով ինչ ենք բացահայտում, օրինակ լինում էր դեպքեր, որ կոնկրետ այդ հարցերին ասում էր, այս հարցը հանում եմ, ասում ենք ինչ ես հանում, ասում է դե մեղադրանքի հետ կապ չունի, ասում ենք լավ, մեղադրանքի հետ կապ չունի, դա նման ձևակերպում չկա, հարցեր տալուց դա մեր հակնդայում հարցման իրավունքն է, բայց նաև մատնանշում ենք ցույց ենք տալիս, որ ուղիղ մեղադրանքի հետ կապ ունի, իրենք են դա գրել, բայց նորից ասում են, չէ, այդ հարցը հանում ենք, ինչի է հանում, որտեղ հասկանում են պատասխանը եթե հնչի, նորից եւս մեկ անգամ մեղադրանքը հերկվելու է։ Այս բոլոր process-ները տեսնելով մենք երեք քննիչին բացառք հայտնեցինք։ Արդեն տեսանք, որ կոնկրետ կողմնակալ է քննություն անում, բացառք հայտնեցինք, բայց հասկանալով, որ կարող է այլևս հնարավորություն չունենանք դուժողին հարցը քննելու, որոշեցինք, որ հետ վերցնենք մարտավարական առումով բացառքը եւ ասացի, որ հետ եմ վերցնում ու շարունակում եմ հարցերս, որովհետեւ ինձ պետք էր դուժողին հարցը քննել եւ այս հարցերը ինչ որ պետք էր տալ, այստեղ էլ մենք տեսանք, որ հետո պարզվում է, որ քննիչը անդադ ուզում է դուժողի կողմը անցնի եւ այլն, մենք այդ բոլորը ասեցինք եւ այլն։ Հիմա այսօր
Այսինքն ես 20%-ն էլ վերջնականապես պետքա ջախջախեինք եւ նաեւ մեկ այլ անձի հետ եղբորը պետքա առերեսում լիներ, առավել եւս պետքա ջախջախեինք, հասկացան, հիմա ավելի լավ է, որ այս եղանակով ինձ մեկուսացնեն։ Բայց իրենք չեն հաշվարկել, որ մենք բացառ կայտնենք ամբողջ քննչական մարմնին, եւ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է այս բան նման ձևով մասնակցել որևէ առերեսման, որովհետեւ ակնհայտորեն խոչընդոտում են ոչ միայն իմ որպես փաստաբանի մասնագիտական գործունեություն իրականացմանը, այլ նաեւ Գագիկ Ծառուկյանի արդար դատաքննության, այդ թվում իր ընտրած պաշտպանի միջոցով իր պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից։ Իսկ սա կոպտագույն խախտումներ են, որոնք որ իրենք ուղղակի չեն խուսափում որևէ կերպ իրականացնելուց։ Դուք բացառիկ եք հայտնել ողջ քննչական խմբին եւ այլ ինչ գործողություններ են հաջորդելու կոնկրետ ձեր մասով, որպեսզի նորից ներգրավեք որպես պաշտպան։ Հիմա պարտավոր եմ ըստ ընթացակարգի բողոքարկել դատախազին դες որոշումը, անկեղծ ասած դատախազությունից որևէ բան հույս չկա, բայց նաեւ դրա պետքա բողոքարկենք, որպեսզի իրենց մերժումից հետո կարողանանք դատարան բողոք ներկայացնել։ Երբ որ դատարան բողոք ներկայացնենք, այն ժամանակ կգան դատարան, մենք այնտեղ կքննարկենք իրենց, հենց կտեսնենք այդ ինչ հիմքերով են դա արել։ Իհարկե տեսնենք նաև ով կլինի դատավորը, որովհետև այսօր մենք տեսնում ենք, որ դատարանների մասով էլ այդպեսի լուրջ ակնկալիքներ չկան, բայց այս այն հարցն է ակնհայտ խայտառակ, ակնհայտ աղաղակով, որ կարծում եմ դժվար թե քննիչ դատախազից հետո մի հատ դատարան իր վրա վերցնի նման խնդիր եւ ինքը հաստատի, որ այստեղ խնդրեմ կար, որովհետև նորից եմ ասում, հիմա պատկերացնում եք, չէ՞, վաղը դժողը գա, ասի, դե Էմին Խաչատրյանն էլ է հանդիպանը ներկա եղել։ Իսկ երբևէ նույն որպես փաստաբան այդ կարգավիճակով Էմին Խաչատրյան ներկա եղել է։ Ես չեմ հարցրել, այդ մասով որևէ բան չեմ ասում, բայց ես ուզում եմ ընդհանրապես process-ը ցույց տամ։ Այսինքն տեսեք, վաղը գա ասի Էմին էլ է ներկա եղել, մյուս օր ասի Սմբատ Մինասյանն է ներկա եղել, նոր պաշտպան ներգրավի, ասի ինքն էլ է ներկա եղել։ Այս անվերապահ հավատը դժողի խոսքերի նկատմամբ, այս որտեղից է։ Այս ոնց եղավ, որ դուք սենց ամեն ինչին փակ աշկերով հավատում եք, լավ եք անում հավատում եք, բայց ոնց է լինում, որ ասացի մի մասը հավատում եք կամ տեսնում եք, մի մասը չէ։ Լավ է նույն դժողը չի, որ ասում է, որ ես փաստաբան եմ եղել այնտեղ։ Բա որ երկուսն էլ նույն դժողը ասում է, դե հավատացեք ամբողջությամբ։ Այսինքն ձեզ ինչ է պետք ինձ հեռացնել վարույթից, որ այս ապօրինությունները չբացահայտ, մեղադրանքը չհերք, ինձ ոչ մի կերպ մեկ է, ես լինելու եմ Գագիկ Ծառուկյանի փաստաբանը, անգամ եթե այդ վարույթով հիմա իր փաստաբանը չեմ, ես հենց հիմա լիազորություն ունեմ արդեն իր կողմից, որպեսզի բոլոր մյուս գործերով, որտեղ որ ես պետք է հաղորդումներ ներկայացնենք պետական մարմինների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ, այդ բոլոր գործերով հաղորդումները ներկայացնենք, այդ բոլոր գործերով լինելու եմ իր ներկայացուցիչը։ Ավելին, հենց այս գործով էլ շարունակելու եմ իմ իրավական վերլուծություններն ու իմ իրավական գիտելիքները օգտագործել եւ կոնկրետ հակափաստարկները ներկայացնել, որովհետեւ ես շարունակում եմ լինել իր փաստաբանը, բայց այստեղ մի խնդիր էլ կա։ Լսեք, ես ուզում եմ դրա մասին հստակ խոսենք, էլի։ Սա շատ վատ պրակտիկա է։ Այսինքն մեր մոտ ինչ որ օրենքի, ասես տոտալ ոտնահարում է գնում բոլոր հնարավոր եղանակներով, ինչը որ երբեք մոտ չէին գնում, հիմա այդ ամեն ինչին ասես շատ հեշտորեն մոտ են գնում։ Հիմա օրինակ այդ խնդիրը, որ իրենք փորձում են ինձ մեկուսացնելով իմ հետ չպայքարել, ինչու՞մ է կայանում, այսինքն ի՞նչն է խնդիրը, օրենքով գործեք, ես որպես փաստաբան ինչ կարող եմ անել։ Միակ բանը այսօր եմ ասել, իմ զենքն ու գործիքը, դա իմ գիտելիքն է, եւ այդ օրենքի պաշտպանության համար իմ ձգտումը, այսինքն անզիջում պայքարը։ Ես գալիս եմ քննչական մարմին, ես պայքարում եմ իրենց ապօրինությունների դեմ, որովհետեւ այն պահին, երբ որ քննչական մարմինը լրիվ օրինական է գործում, այդտեղ ոչ մի անելիք չկա, ինքը օրինական է գործում։ Եթե ապօրինի է գործում, դու մատնացույց ես անում ապօրինությունները, հիմնավորում ես իրենց ապօրինությունները, հիմնավորում ես մեղադրանքի անհիմն լինելը, սա արդեն մեր գիտելիքն է եւ իմ ունակություններն է, իմ փորձն է, որ ես ներդնում եմ։ Այսինքն եթե դուք խուսափում եք դեմ առ դեմ իրավական կռվից եւ փորձում եք ձեր լիազորությունները օգտագործելով ինձ մեկուսացնել, նախ առաջինը արդար չի։ Բայց հիմա դա չի իրենց մտահոգում։ Եվ երկրորդը Այսինքն դուք նախընտրում եք ոչ թե օրենքով գործել, այլ եւս մեկ ապօրինությամբ խանգարողին մեկուսացնել, Պարոն Սարգսյան, բայց այդ ամեն ինչը նախ խնդրում եմ հրապարակենք նաև իրավապահ մարմինների այն մարդկանց անունները, որովհետև մենք միշտ խոսում ենք քննիչը, հսկող դատախազը եւ չենք հասկանում ովքեր են, իսկ իրենք այդ շվաքի տակ հանգիստ սկսում են ապօրինություններ գործել։ Հանրային ընկալման մեջ նախ հանրությունը պետք է ճանաչի թե ովքեր են նրանք, եւ երկրորդը արդյոք արժե ինչ որ հանուն ինչի են այդ ապօրինություններին գնում։ Ի վերջո իրենք իրավաբաններ են եւ վաղ թե ուշ գալու է բոլորի պատասխանատվության ժամը։ Որն է գինը անել այսպիսի ապօրինություններ։ Ես դժվարանում եմ ասել, իրականության մեջ ես վստահ եմ, որ սա մի հոգու կողմից կայացվող որոշում չի,
առավել եւս վստահ եմ, որ կոնկրետ նույնիսկ որոշումը ստորագրած անձի կողմից կայացված որոշում չի։ Եվ հետեւաբար այստեղ անիմաստ եմ համարում մտածել ով ինչի ակնկալում։ Ես կարծում եմ, որ սա կոնկրետ հանձնարարություններ է, որոնք որ կատարվում են տարբեր մակարդակներով, որովհետեւ եթե սա լիներ կոնկրետ քննիչի որոշումը, ուրեմն ինքը դա պետքա աներ կոնկրետ այն պայից, երբ որ ինքը դրա մասին գիտեր։ Բայց եթե ինքը դա գիտի, գտելա, որ այստեղ խնդիր չկա, նշանակում է, որ այլ անձինք են գտել եւ հանձնարարել։ Այստեղ է խնդիրը, որ մենք ուզում ենք հասկանալ, որ ոչ մեկ իր ինքնուրույնության մեջ չի, ինչ որ չերևացող անձին ղեկավարում են process-ները եւ դրա համար էլ երևացող եւ կոնկրետ process-ները իրականացնող անձին կատարում են ապօրինություններ։ Այս է ամբողջ այս ապացուցումը, որ մենք ուզում ենք ցույց տալ։ Այսինքն, տեսեք, մենք կարող ենք ընդհանրապես հանել կոնկրետ հրապարակումներ, հետևից դնել այս մարմինների գործողությունները եւ կտեսնենք հանձնարարություն կատարում։ Հիմա թե այստեղ ով է հանձնարարել կամ ինչ է տեղի ունեցել, հետագայում կպարզվի։ Բայց ես ուզում եմ տեսնել ինչ ենք մենք գնում այս աշճանի ապօրինությունների եւ ինչու ենք փորձում զրկել անձին։ Մի բան էլ ասեմ, լավ, ավելի կարեւոր բան ասեմ։ Այս որ իրենք անդադար դատարանների մեղադրում են, որ դատարանները իրենք գործ ուղարկում են դատարան, դատարանները արդարացնում են։ Գիտեք ինչի համար։ Կարող է ինչ-որ մեկի մոտ նույնիսկ մեղադրանքը հիմնավոր է, բայց իրենց կողմից թույլ տրված սես ապօրինությունների պատճառով դատարանները ստիպված են լինում արդարացնել։ Այսինքն, երբ որ դու անձին զրկում ես արդար դատաքննության իրավունքից, անկախ նրանից քո մեղադրանքը հիմնավոր էր թե անհիմն, միևնույն է դատանը ստիպված է արդարացնի։ Երբ որ դու խախտումներ ես անում ապացույցը ձեռք բերելուց, այդ ապացույցի մեջ ինչ կա չկա, արդեն ոչ մի նշանակություն չունի, դու խախտում ես արել։ Այստեղ է որ անզորությունից ելնելով դատարանների մեղադրում են, ԲԴԽ-ն էլ հայտարարությունն է տարածում, որ չէ մենք բոլորին կալանավորում ենք, ավելի շատ կալանավորում ենք, քան թե չենք կալանավորում, ասենց ինչ որ բաներ։ Այսինքն խնդիրը պրոֆեսիոնալիզմի մեջ է, ճիշտ աշխատանքի մեջ է։ Դուք օրինական աշխատեք, դատարաններն մի դրեք վատերության մեջ, որովհետև դուք կաբինետում նստած թաքուն աշխատում եք, բոլորին էլ ասում եք հանգստվել չհրապարակեք, դատարանում ամեն ինչ հրապարակային է։ Այդ դատավորը հանրության աչքի առաջ պետք է ասի, գիտեք ինչ կա, այս խախտումը խախտում չի։ Դուք ասես թղթի վրա գրում եք, որ այս խախտումը խախտում չի։ Բայց դատարանը դժվար է, չնայած կան դատավորներ, որ իրենց համար ընդհանրապես դժվար չի։ Մի քանի օր առաջ հենց այս գործով։ Այս մասով ընդհանրապես խնդիր չի։ Դա էլ հրապարակային չէ։ Եթե դա հրապարակային լիներ, դուք կտեսնեք դատավորներ բավական լուրջ խնդիրներ կան։ Այդտեղ էլ դատարանը, քանի որ կալանքի հարցը դռնփակ է, ինչ անում, լսում է, գնում է, կնիքը դնում է, ավարտում է, բայց երբ որ հրապարակային է լինում, այդ փաստարկները ներկայացում, ամբողջ հանրությունը տեսնում է, չէ՞, ինչ են բերել մեղադրանք, ինչ փաստարկ, պաշտպանության կողմը ինչ է ասում, դատավորը հետո ինչ որոշում է կայացնում։ Այստեղ է որ արդարության ընկալումը հասարակության մեջ լինում է։ Իսկ այս պարագայում մենք տեսնում ենք, որ իրենք ինչ որոշում ուզում են, դեռևս կայացնում են, միջև հասնի դատարան, հրապարակային։ Ձեզնից հետո Էմի Խաչատրյանը հայտնեց, որ ողջ քննչական խմբին բացառկ է հայտնվել, բայց այս գործողությունները նորից վերահսկվում են կամ գնում են այն մարդու դուռը, ովքեր կայացնում են մյուս որոշումները։ Հիմա այս մի քննչական խումբը չի, այն մի քննչական խումբն է, այս դատախազը չէ, այն մյուս դատախազն է։ Այս process-ը ինչպես եք պատկերացնում, ինչպես եք հաղթահարելու կամ արձանագրումների համար են արվում դրանք հետագայում միջազգային ատյաններում ձեր պաշտպանելու։ Բացարձակապես հույսել չկա, որ այդ բացարկը կհիմնավոր կբավարարվի։ Այսինքն ոչ թե այլ մարմին կգնա, կշարունակի նույն մարմինը, որովհետև նորից եմ ասում, սա մի կետից ղեկավարվող գործողություններ են, եւ այստեղ ոչ մեկ այս դաշտում քննչական դատախազություն, այս դաշտում որևէ մեկ այս միջնորդությունը չի բավարարելու, բայց դուք ճիշտ նկատեցիք, այս ամեն ինչը պետք է փաստագրվի, այս ամեն ինչը պետք է հիմնավորվի, որովհետև այս ակնհայտ աղաղակող խախտումները ուղարկվելու են միջազգային ատյաններ, ոչ միայն մարդուրանքներ եվրոպական դատան, այլ նաեւ տարբեր միջազգային կառույցներ, որտեղ կոնկրետ այս հարցերով զբաղվում են։ Այսինքն դու չես կարող Հայաստանի Հանրապետությունում օրենքն ու իրավունքը դարձնել ոչ մի բան եւ քո կամքը դիտարկել որպես օրենք։ Դուք չեք լսել պարոն Սարգսյան, երբ ասել է վարչապետը, որ չկա դատավոր, որը կանի չի անի իմ ասածը, որից հետո նաեւ Դե տեսեք, լսել եմ ու շատ վատ է որ նման հայտարարություն կա։ Տեսեք, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ասեմ, դրանով ինքը բոլոր դատական գործերը, որտեղ որ կա մի փոքրիկ քաղաքական ելևեջ, միանգամից դնում է կասկածի տակ։ Այս է խնդրեմը, այսինքն պատկերացնում եք, չէ, ես հիմա ցանկացած անձ փաստաբանական ծառայություն եմ մատուցում, հետո գալիս են այս անձին կանչում են հարցաքննության, հիմա վերադարձել եմ մեր թեմային, ու ասում են, ասա օրինակի համար ինչ էր ասում Ծառուկյանը, այնտեղ ինչ էին խոսում, ինքը ինչին էր համաձայն, ինչին համաձայն չէր։ Այսինքն իրոք ես պետք է գնամ ու դրա մասին այնտեղ պատմեմ, հա։ Այսինքն փաստաբանական գաղտնիքը
սենց ոտնատակ ենք տալիս, հանրությանն էլ ասում ենք, որ տեսեք, պատկերացրեք, ես էլ թույլ եմ գտնվում, գնում եմ իրենց մոտ, ինչ հարցնում են, պատասխանում եմ։ Պատկերացրեք, գնացել եմ, ինչ հարցնում են, պատասխանում եմ։ Ու դրանից հետո հանրությունը պետք է մտածի, որ գնամ փաստաբանի մոտ։ Պատմեմ, թե չպատմեմ։ Ասեմ, թե չասեմ։ Բա որ ասեմ, բա որ մի օր էլ իրեն կանչեն հարցաքննության, բայց փաստաբանը որ գնա ամեն ինչ պատմի։ Բայց հետո ես ինչ եմ անելու։ Դրա համար օրենք է ստեղծվել, դրա համար հատուկ եվրոպական դատանի որոշումներ կա, որոնք այս փաստաբանական գաղտնիքը շատ լուրջ արժեք ունի, շատ բարձր արժեք ունի, սա երկրի իրավական պետության կոպիտ ասած հիմքերից մեկն է, որովհետև եթե քո փաստաբանական ինստիտուտը չաշխատի, քո փաստաբանական գաղտնիքը չապահովվի, այսինքն դու այնպես ես անում, որ քո քաղաքացին չկարողանա պաշտպանվել։ Դու համատարած, սա կոնկրետ Գագիկ Ծառուկյանի խնդիրը չի, սա իրենք ցույց են տալիս, որ իրենք կարող են նման բան անել։ Ընդ որում եկեք ընդգծեմ, որ ես չեմ ասում, որ եթե անձը փաստաբան է, ինքը ընդհանրապես չի կարող հարցաքննվել, ոչ, նման բան չկա։ Ես այլ գործերով, որտեղ փաստաբան չեմ եղել, ինչ որ քրեական գործով ես հարցաքննության ենթարկվել եմ, գնացել եմ, հարցաքննվել եմ, որովհետև կոնկրետ դեպք էր պատահել, որի մասին ես տեղեկություն ունեի ակամայից։ Այսինքն ականատես է եղել եւ դրա հետ կապված հարցաքննվել եմ, ոչ մեկ չի ասում, որ չպետք է փաստաբան հարցաքննել, բայց երբ որ փաստաբանին հարցաքննում ես իր գործունեության հետ կապված, ընկերներ, դուք նույնիսկ պետք է փորձ չանեք։ Եթե ես հանկարծ այնքան թույլ լինեմ, որ այդ փորձեմ էլ ցուցմունք տա, դուք միանգամից պետք է այս բայեք ասեք, հանկարծ ցուցմունք չտաս, որովհետև սա պետության, իրավական պետության հիմքերից մեկն է, այսինքն դուք ո՞նց եք ուզում ստեղծեք այդ վիճակը, որ մարդիկ վախենան փաստաբանին դիմեն, մարդիկ վախենան գնալ խոսք ասեն փաստաբանին, չվստահեն, հա, այսինքն հասկանում եք, չէ, այստեղ անձերով այլևս չպետք է պայմանավորված լինի։ Չպետք է այնպես լինի, որ այս փաստաբանը, չգիտեմ, կարողացավ ցուցմունք չտալ, այլ մի փաստաբանը չկարողացավ։ Այստեղ չպետք է նման բան լինի։ Պետք է այնպես լինի, որ պետությունը չի էլ փորձում մտնի այդ դաշտ, որովհետև գիտի չի կարելի։ Օրենքն էլ ոչ թե ասել է, որ փաստաբանը իրավունք ունի ցուցմունք չտա այս դեպքերում, այլ գրել է չի կարող փաստաբանը հարցաքննվել որպես վկա այս դեպքերում։ Այսինքն ձեզ համար կոնկրետ արգելք է դրել, դուք այդ արգելքը շրջանցում եք։ Ընդ որում նորից ես կարող եի մի փոքրիկ հասկանալ, եթե օրինակի համար դուժողը ինչ որ տվյալ ասեր եւ իրենք դեռևս չգիտեն, պետքա ստուգեն, էլի, ստուգեին ինչ որ, բայց այդ նույն դուժողը կոնկրետ այդ նյութերում ասում է, որ ես փաստաբան եմ եղել, այսինքն իրենք ի սկզբանե գիտեն, որ ես այնտեղ հանդիսացել եմ որպես փաստաբան։ Դուժողի ասածը ձեր մասով այդքանն է, պարոն Սարգսյան, ինչու եմ հարցնում, որովհետեւ կարող է դուժողը ասի այլ բաներ եւ փոխվի ձեր կարգավիճակը վկայից մեղադրել։ Առնվազն միջև հիմա որևէ նման բան չի ասել։ Մենք 8 ժամ եղել ենք առերեսման, ընդ որում ես եմ իրեն հարցաքննել եւ այնպես եմ հարցաքննել, որ իրեն ընդհանրապես հաճելի չէր, բայց որևէ նման բան չի ասել։ Եթե հանկարծ սրանից հետո պետք է ասի, ուրեմն բոլորս պետք է հասկանանք, թե ինչի ասում։ Ով է ուղղորդել որ ասի։ Հիմա մինչ նոր քննչական խմբի ձևավորումը կամ այդ բացարկի մեժումը եւ ձեր բողոքների արդյունքը ստանալը այս process-ով առերեսում եւ այլն պարոն Ծառուկյանի հետ ինչ է սպասվում։ Ինչ գործողություններ են որևէ այլ գործողության մասին, անկախ բացարկի որոշումից, այսինքն չեն էլ ասել որ նախատեսում են, այն ինչ որ նախատեսում էին, մենք հրաժարվել ենք մասնակցելուց, այսինքն Էմի Խաչատյանը եւ պարոն Ծառուկյանը հրաժարվել են հենց այդ հիմնավորումներով, որ դուք կոնկրետ կողմնակալ եւ ապօրինի գործողություններ կատարում, զրկում եք պաշտպանելու իրավունքից։ Իրենք լավ գիտեին, որ մյուս դուժողին էլ հարցաքննության ժամանակ էլի ես պետք է հարցաքննեի։ Մեկուսացրեցին հույս ունենալով, որ իրենց պետք է առերեսում կատարեն, որպեսզի դատավարական կարգը պահեն, թե իբր տեսեք դուժողը առերեսում են կարել, բայց իրենց պետք չի այնպեսի առերեսում անեն, որի ժամանակ ջարդ ու փշուր է լինելու դուժողի ցուցմունքը եւ մեղադրանքը։ Իրենց պետք է իրենց համար ցանկալի եւ իրենք էլ գիտեին, որ մեր մեջ աշխատանքի բաժանում կա եւ տեսնում էին, որ ես եմ այդ հարցաքննությունները կատարում, այսինքն իրենք մտածում են, դե որ հիմա այստեղ մի պաշտպանի մասնակցությունը չի բացառում, այսինքն եթե մի պաշտպան էլ կա, չի բացառում գործողության կատարում, այսինքն եթե 10 պաշտպան ունես, մի հոգին կա, բավարար է, կարող է շարունակվի։ Բայց երբ որ իրենք տեսնում են, որ ես եմ այդ ամեն ինչը անում եւ հասկանում են, որ եթե ինձ մեկուսացնեն, թույլ չտան, իբր թե հեսա կշարունակվի առերեսումը, այստեղ իրենք բավականին սխալվեցին։ Այսինքն իրենք մտածում են, որ կլինի առերեսում այն վիճակով չլինի, ինչ որ մենք պատրաստված ենք եւ ինչ արդյունքի կհասնենք։ Դեր մարտավարությունը ուզում էին փոխել մի խոսքով պաշտպանական։ Իրենք ուզում էին փոխեն, բայց դե իհարկե չկարողացան, որովհետեւ մենք իրենց գործողությունները տեսնում ենք։ Ընդ որում պատահական չէր այս հարցը, որ տվեցի դուժողին, որովհետեւ ես նկատում էի, տեսնում էի, թե ինչ է կատարում, ես տեսնում եմ, որ այստեղ ուղղորդվածության նշույլ կա, ես տեսնում եմ, որ այստեղ նպատակ կա ինչ որ կերպ ինձ վարույթից հեռացնելու։
Եվ որ եթե ես այդ հարցը չտայի դուժողին, իրենք չէին էլ տալու։ Այսինքն իրենք նույնիսկ չէին հարցնելու Երեմ Սարգսյանի մասին, որ տվյալ էս հայտնում, ինքը փաստաբան է որպես եղել, թե սովորական մասնավորանց։ Ես ժամանակին կանխեցի այդ հարցը տվեցի, այս տեսագրությունով այդ հարցի պատասխանը հնչեց եւ իրենք չհասցրեցին հետո սովորացնեն, որ ինչ ասի։ Կարող է հետո սովորացնել, ես չգիտեմ, բայց առնվազն այդ պահին, քանի որ ընթացքի մեջ է, իրենք չհասցրեցին սովորացնել, ասես կանխատեսեցի իրենց գործողությունը, այդ հարցը տվեցի, դուժողը հստակ պատասխանը տվեց, հիմա դրանից հետո կտանեն լրացուցիչ հարցաքննություններից առաջ ինչ կասեն, ինչ կպատասխանի եւ այլն, դա արդեն ակնհայտ է, թե ինչ կլինի, բայց առնվազն այդ ժամանակ ինքը հստակ պատասխանը տվեց։ Քանի անձ կա, որոնց հետ պետք է այս վարույթով, քանի Իրանի քաղաքացի կա, որոնց հետ դեռևս սպասում առերեսում մենք միջնորդել ենք, որ ընդհանրապես ով Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ թեկոս մի բառ ասել, հա, ի վնաս, բերեք հարցակ առերեսման։ Հիմա ըստ էության, որքանով որ մենք ենք տեսնում, առնվազն իրենք նախատեսում են դուժողների հետ։ Այդ 3 քաղաքացիները այսօր պետքա եւս մեկի հետ լիներ, բայց դա արդեն չեղավ։ Տեսեք, հանրության շրջանում էլ է այս հարցը շատ քննարկվում, ես ուզում եմ դուք մանրամասն բացատրեք, ասում են ներկայացնում է Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը, որ այս գործով Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ դուժող, մենք մեր նախորդ զրույցում վկայակոչել ենք Իրանի երկրորդ ատյանի, որ իրենց Վճռապետ Ատյանն է փաստացի որոշումը, որ դա վարչական վեճ է եւ այլն։ Հիմա եթե այստեղ ինչ են դուժել այդ մարդիկ, որ ցուցմունք են տվել, երբ ունենք ստորագրություն, որ ասում են Գագիկ Ծառուկյանին պարտավորում են X քանակի գումար վճարել մինչև 2026 թվականի այս ժամանակահատվածը։ Հիմա ըստ իրենք ինչ են դուժել։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում երևի թե որ ուսումնասիրեն 100-ավոր գործեր կլինի, որտեղ դուժող կողմը գնացել է, հաղորդում է տվել, ասել է, որ X անձը իրենից հափշտակություն է կատարել։ Ավելին ասեմ, 2 օրինակը մենք ենք։ Մուլտի կոնցեռնը հաղորդում է տվել Իրանի քաղաքացիների նկատմամբ 2025 թվականին, որ նրանք խարդախություն են կատարել, հափշտակություն են կատարել, այո, եւ նաեւ փաստաթղթեր են ներկայացրել։ Ուրեմն իրենք եթե հավատում են միանգամից քո ասածին, ուրեմն պետք է միանգամից մեղադրել ներգրավեն, կամ պետք է քո ասածի շուրջ քննություն կատարեն, ուսումնասիրեն, հետո պարզվի հիմքեր կան, ապացույց կա, թե չկա։ Սա սովորական գործերով եւ նաեւ մեր կողմի հաղորդման գործով։ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Իրանի քաղաքացիների հաղորդան, որում հաղորդում էլ չէ։ Իրանի Իսլամական Հանրապետությունից եղել է քննչական պահանջ գործողությունների, որի շրջանակում այս անձինք ինչ որ բաներ են ասել, որ գիտեք ինչ կա Ծառուկյանը մեզանից հափշտակություն է արել, ասենց հա, դուժողները ասում են որ հափշտակություն։ Ուրեմն հափշտակությունը կա, հիմնավորված է, բերեք միանգամից Գագիկ Ծառուկյանի մեղադրանք ներկայացնենք, ընդ որում մեղադրանքի մեջ գրենք այնպիսի գումարներ, որոնք Գագիկ Ծառուկյանը այդ անձինք ծանոթել չեն եղել, դրանից առաջին է վերաբերվում։ Հասկանում եք, չէ՞, մենք շտապում ենք շատ ենք ուզում Գագիկ Ծառուկյանի մեղադրանք ներկայացնենք, չգիտենք էլ ինչ ենք ներկայացնում, այս դուժողների ինչ որ բան են ասել, չենք էլ հասցրել հստակեցնենք, մենք էլ չենք հասկացել ինչ են ասել, միայն գիտենք, որ ինչ որ թվեր են ասում, այս թվերով մեղադրանք են տալիս Գագիկ Ծառուկյանին, այսինքն տեսեք, 21 միլիոն դոլարի մեղադրանք կա։ Մեր տվյալները, որ Գագիկ Ծառուկյանի հետ ծանոթությունից հետո, այս անձինք մոտ 15 միլիոնի ապրանք են բերել։ Այսինքն 15 միլիոնի ապրանք են բերել, սրանց ինչ որ գումար են իրենց ասելով ստացել, թե տակը ինչ է մնում, 15-ից ներքև է։ Բայց իրենք 21 են բերել։ Պարզվում է, որ այս մնացածը նախորդի միջև Ծառուկյանը ծանոթանալու process-ներին է վերաբերում։ Հիմա այս պարագայում 21 միլիոնի մեղադրանք ինչ եք դրել։ Ինչի եմ ասում, այսինքն իրենք ուղղակի ասում են դուժողներն այսպես են ասում։ Մեր գործը կայանում էր դուժողներին կոպիտ եմ ասում, քրքրել, բերել իրենց ամեն ասացի հիմնավորումը փորձել ստանալ, ապացուցել, որ սուտ են ասում, ապացուցել, որ իրենց ասածները չի կարող իրականություն լինել, ապացուցել, որ իրենք են այդ նույն գործողությունները կատարել, եւ այս ամբողջ իրենք տեսան, որ մենք անում էինք։ Ընդ որում իրենք պետք է անեին, քննչական մարմինը պետք է աներ, չի արել, մենք իրենց փոխարեն ենք անում, ու դրանից հետո իրենք փորձում են մեզ խանգարել, որ դա անենք։ Այս է ամբողջ խնդիրը։ Վստահ եմ տեղյակ եք, որ ինչքան ներկայանում է հանրությանը Գագիկ Ծառուկյանը քննչական մարմին ներկայացնելու ժամանակ ձեռնաշխտաների հարցը բարձրացնում է հանրությունը եւ նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանով նախադեպային որոշում կա, որ դա անձի նկատմամբ խոշտանգում է։ Ինչու է այդպես անում պետությունը։ Դա տեսարանի համար է, որովհետեւ ձեռնաշխտան էլ պետք է ըստ անհրաժեշտության կիրառվի, ընդ որում կիրառվելուց էլ չպետք է հանկարծ
առավել ամուր լինի, քան անվտանգության համարը։ Այսինքն, եթե դուք չունեք այդ ձեռնաշղթաները, նույնիսկ եթե ունեք էլ, պետք է հասկանանք, թե ինչ է կիրառում։ Որտեղ այստեղ կիրառման համար որևէ իմաստ չկա, առավել եւս մենք տեսնում ենք, որ եթե ուղղակի դրած է, բայց չի ամրանում, սա նշանակում է, որ իրականում իմաստ չկա։ Բայց եթե իմաստ չկա, ինչի եք անում։ Ցույց տալու համար, որ Ծառուկյանի ձեռնաշղթաներով բերեցիք, ախր ինչ անում են, ավելի վատ արձագանք է ստանում։ Իհարկե։ Մեն այն փաստը, որ Ծառուկյանի ձեռներին չի ամրանում այդ ձեռնաշղթան, արդեն երիք է։ Ուղղակի զուտ sense իրենց ներկայացածի համատեքստում եմ ասում, էլ։ Նույնը վերաբերում է նաև քննչական կոմիտեի տարածած տեսագրությանը ձերբակալության վերաբերյալ եւ հանդրության շրջանում դա քննչական կոմիտեի կողմից դարձավ արչի ծառայության իշխանությունը եւ որևէ անց բանական չի գտնվել, անգամ բոլորը գրում էին, որ անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ այն ամենից Գագիկ Ծառուկյանին աջակցում են թե ոչ, դատապարտում էին այդ ամենը եւ շատ սուր քննադատության արժանացավ։ Նախ այս մասով որևէ բողոք ներկայացվել է միջազգայնացյաններ։ Ես հենց դրա մասին նշեցի, որ կոնկրետ արդեն պատրաստվում են դրանք, որ ժամանակներս եւ ներսում եւ դրսում ներկայացվելու են, որովհետեւ ձերբակալումն էլ ոչ իրավաչափ, վատ վերաբերմունք է կոչվում են գործողությունը, որը կատարել են, այսինքն երրորդ հոդվածի խախտումը կոնվենցիայի, որովհետեւ աննպատակ առանց անհրաժեշտության անձի նկատմամբ բռնություն գործադրելը թեկուզ այստեղ ձերբակալում էլ իրենք ասում են չի եղել, որովհետեւ նորից եմ ասում առավոտյան, երբ որ իրենք գնացել են Ծառուկյանի բնականon խոզարկության, իրենք ասում են մենք այդ ժամանակ չենք ձերբակալել։ Մենք ձերբակալել են գիշերը նկարել են տեսարանը, բայց իրենց պետք էր այդ պահին այդ տեսարանը ապահովել, որ հետո հանգիստ անցնեին գործի։ Կարևորը տեսարանը կար։ Երբ որ ընդ որում հանրությանն էլ մոլորեսնելով ցույց են տալիս, թեյփր առավոտյան եկան, գցեցին գետնին, ձերբակալեցին, տարան, որովհետև կադրերը այդպես էին ցույց տալիս, բայց երբ որ նայում ենք, տեսնում ենք, որ տարբեր հագուստներով է։ Այսինքն ժամերն էլ է տարբեր, դա առավոտյան է եղել այդ գետնին գցել, իսկ երեկոյան արդեն տանից խոզարկությունից հետո տանելն է եղել։ Հիմա նորից պետք է հասկանալ ինչի է սա պետք։ Գիտեք, չես կարող դու նույնիսկ անձին տան ներսից կատարված այս պատկերները, բոլորը անձնական տվյալներ են։ Հիմա կարելի է, լավ, ես ուզում եմ հասկանամ, էլի, մեր բոլոր քաղաքացիների համար եմ ասում, մոռանանք Ծառուկյանը, մոռանանք անունները։ Այսինքն նորմալ է, որ դու գալիս ես անձի բնականon խոզարկության, ցանկացած մատներս դնենք ինչ որ անձի վրա։ Այդ խոզարկության ներսի կադրերը հրապարակում ես։ Դու ինչ իրավունք ունես այդ անձի տան ներսում կատարվածը, թե որտեղ ինչ կա դրված, լավ է, վատ է, գեղեցիկ է, տգեղ է, ասենք ինչ ուզում է լինի, պատկերը, ձևը, տարածքը, ասենք պատկերացնենք ինչ որ մեկի բնակարանում այդ լավ նկար կա դրած։ Դրանից հետո գալիս է ինչ որ մեկը հափշտակում է։ Օրինակ եմ բերում, բայց դա էլ չի կարևոր։ Կարևորը ընդհանրապես էս մարդը ուզում է, որ բնակարանի ներսի լուսանկարները կամ տեսագրությունները հրապարակվի, ինչ իրավունք ունեք դուք նման բան եք անում։ Սա հանրային շահի տեսանկյունից ինչ է տալիս հանրությանը։ Այսինքն այս ամեն ինչն է, որ մենք չենք պայքարում այդ կոնկրետ անձի համար։ Իհարկե, ես Գագիկ Ծառուկյանի պաշտպանը եւ ամեն ինչ անել են, որ հիմնա, բայց այս ինչ որ անում ենք, սա հանրային ընդհանուր նշանակություն ունի։ Եվ սպառնում է բոլորին։ Այսինքն ինչ է նշանակում, եթե Ծառուկյանն այսօր ալիս, ինչ է խանգարում վաղը միսօր էլ, ինչ որ մեկ այլ անձի գաս այս նույն ձևով բռնություն գործադրես։ Խոզարկություն ես մտնում տունը, մտնում ես ավտոմատներով բռնություն ես գործադրում, հետո ասում ես դե լավ խոզարկում եմ։ Հետո ներսում ինչ որ կատարվել է, դու սա հրապարակում ես։ Հետո դրանից հետո գալիս ես ուզում եմ անձը սահմանը հատի, չես թողնում, որովհետև մեղադրանք չկա, գնում ես ապօրինի մեղադրանք ես անում։ Սահմանը փակում ես, հետո ասում ես ճիշտ է, ապօրինի էր մեղադրանքը։ Իդեպ դրանով ինչ արեցիք դատախազության մասով։ Դրանք էլ բոլորը վաղը կամ մյուսօրը ներկայացվում է, քանի որ մենք հիմա քանի օր աստեղությունս առերեսումներով ենք զբաղված, որոշակի վերջնական շտկումների կարիքներ կար, հենց դրանցով եմ ասում, լիազորությունը տրված է Ծառուկյանի կողմից եւ դրանցով բոլորը կներկայացվեն։ Հիմա այս ամեն ինչը Ծառուկյանը չի, ցանկացած այլ քաղաքացի է, կարելի է անել։ Կարելի է այդ ամեն ինչի, այդ բոլորի նկատմամբ անել, անձի փաստաբանին կարելի է հեռացնել վարույթից, հետո կանչել ասել նա տարի ասա քեզ այդ վստահորդդ ինչ էր ասում, հա, կարող է քեզ ասել որ ինքը այդ հանցագործությունը կատարել է, կարող է իրականում ինչ որ բաներ կա փաստաթղթեր ատվեմ դեր ներկայացնես, բան փաստաբանն խելոք պետքա տա, հա, այսինքն այս ինչ որ ասեցի, այս ամեն ինչը հասարակության ցանկացած անդամի վերաբերելի է, այլ հարցա դու այսօր յուրային ես թե ոչ յուրային ես, քո նկատմամբ կլինի թե չի, այսօր չի լինի, վաղը կլինի։ Այսինքն ոչ մեկ ապահովագրված չի։ Մեր խնդիրը ինչու՞մ է։ Մենք ասում ենք իրավական պետություն, ասում ենք օրենքի առջև բոլորը հավասար են, մենք ասում ենք որ օրենքի գերակայություն, բանկերներ ուր է։
Այս ամեն ինչը, ինչ որ ասում եմ, լավ կարա դուք փաստերը, օրինակ մի հոգի էս ամբողջ իրավական համակարգից, կարա մի օր հարցազրույց տա, ասի որ գիտեք ինչ կա, օրինական է անձի բնակարանում կատարված խոզարկության ժամանակ այդ կադրերի հրապարակումը։ Կարա ինչ որ մեկը ցած կանգնի հրապարակային։ Օրինակ Արթուր Պողոսյանը։ Ես կարծում եմ որ Արթուր Պողոսյանը նման բան չի ասի։ Ես էլ, բայց անում է։ Բայց հենց դա եմ ասում, չի դիմադրում որ չարվի։ Չէ, իրենք համակարգը դա ամեն ինչ անում է, սա պլանավորված է։ Իրանք, այսինքն այս գործողությունը իրանք բոլորը անում են, բայց վստահ եմ որ բոլորը գիտեն որ չի կարելի։ Հիմա այս չի կարելի դեպքում անելն է որ մենք բարձրաձայնում ենք, ասում ենք ընկերներ, եթե չի կարելի, ի՞նչն է ստիպում որ անեք։ Եվ եթե չի կարելի, ինչով եք արդարացնում կարելի անելը։ Այսինքն կարելի է այսօր հանրության որոշակի շերտերին ասել, այո, Ծառուկյանը հանցագործ է, գումարները հափշտակել, մենք հիմա դա վերադարձնում ենք եւ այլն, այդ մի մասն էլ ասի, վայ, էս ինչ լավ գործ են անում։ Դա ինչ որ մարդիկ։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ գիտակցում են, ովքեր որ ողջամտորեն հասկանում են, որ օրենքը պարտադիր է, որ օրենքը ոչ մեկին ոչ մի պատրվակով չի կարելի խախտել, եւ այն խախտողները հանցագործություն են կատարում, այդ մարդկանց ու միայն ցույց է տալի, որ Հայաստանի Հանրապետությունում ապօրինություններ կատարվում են անպատիժ։ Հիմա եթե դա ենք ուզում ցույց տալ, նորից չեմ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ նպատակը սրա։ Եթե մենք ուզում ենք ցույց տանք, որ պետական իշխանությունը ուժեղ է, ես վստահաբար ասում եմ, որ պետական իշխանությունը ուժեղ է։ Իր քաղաքացիներից յուրաքանչյուրի հանդեպ, իր քաղաքացիների խմբի հանդեպ պետական իշխանությունը ամենաուժեղն է։ Ինչ ուզի կանի։ Հետևաբար ապացուցելու ոչ մի կարիք չկա։ Բայց գուցե նախընտրական խոստում է։ Դե լավ, հիմա մենք բոլոր փուլերում տեսել ենք տվել ենք, process-ը անցել ենք, բայց այս ամեն ինչը մնում է, չէ՞, մեր երկրի համար։ Այսինքն, այս հետևանքները մնում է, այս process-ները շարունակվում են։ Մենք այստեղ ես անկեղծ եմ ասում, նորից մոռանանք Ծառուկյանի պաշտպան լինելու փաստը։ Այստեղ ինչ որ արվում է, պետության հեղինակազրկում է, իրավական առումով է հեղինակազրկում, ներսում է խնդիրներ ստեղծում, ընդհանրապես սովորում են, որ կարելի է վատ բան անել, հանցագործություն անել։ Հասկանում եք, կար ինչ որ պահ, որ երբ որ ինձ ասում էին, ես մի պահ գիտեի, որ երբ որ անձը ստանում էին ոստիկանության բաժիններ, բոլորս գիտեինք, նույնիսկ վկաները պարտադիր խոշտանգվում էին։ Դա կար եւ բոլորս գիտեինք, դրա համար բոլորը վախենում էին գնային եւ այլ եւ։ Եկավ մի պահ, երբ որ ինձ ասում էին, որ ինձ ոստիկանության բաժնում ծեծել են, առաջի արձագանքս լինում էր, որ սուտ ես ասում։ Որպես փաստաբան եմ ասում, ասում եմ դու սուտ ես ասում։ Ասում էր ոնց, ասում եմ տենց, հիմա չկա դա։ Ընդ որում իրականում ինչ որ բայ չկար, մինչև 18 թվականը։ Չկար, ես մենք ասում ենք, որ չկա, բացառիկ դեպքեր լինում էր, բացառիկ, այսինքն այնպես չէ որ կտրուկ վերածել, բայց այնա շատ խիստ ամենածանր հանցագործությունները ինչ որ բաներ լինում էր։ Բայց դրանից հետո ինչ որ բայ նորից սկսվեց։ Այո, երիտասարդ տղայի դեպքը հիշում եք, երբ քննիչները կանգնեցրել եւ ասում են, որ նորից խոշտանգել են, ես ոչ մի կասկած չեմ ունենում, որ խոշտանգել են։ Հիմա սա ինչ է, պայքար եղավ այդ խոշտանգումների նկատմամբ, դրա համար վերացավ։ Անձինք չվերացրեցին, այսինքն այդ խոշտանգողները այն վախտել կային, հետո էլ են աշխատել, հիմա էլ են աշխատում։ Բայց իրեն թույլատրվել է արել, չի թույլատրվել, չի արել, հիմա թույլատրվում է, անում է։ Մենք պայքարում ենք հենց սրա դեմ։ Ասում ենք, որ մի թույլատրեք ոչ մեկին կատարի հանցագործություն, մի արդարացրեք ոչ մի շահով ձեր կատարած հանցագործությունը, որովհետև եթե այսօր Ծառուկյանը, վաղը մյուսն է, ձեր համար դառնում է սովորական, ինչ տարբերությունում նկատմամբ ես անում։ Եթե դու արդեն սովորել ես, որ այս հանցագործությունը անպատիժ կարաս անելու ես բոլորի նկատմամբ, կախված նրանից, թե ում շահերն են այդտեղ բախվում։ Այս է մեր ամբողջ պայքարը, որ ես ուզում եմ ցույց տամ, որ ընկերներ, եկեք վերադարձեք օրինականության դաշտ։ Ինչ է եղել, մի ամբողջ քննչական ապարատ, մի ամբողջ դատախազություն, դատարաններն էլ ձերը։ Այս ել չեմ ասում ԱԱԾ-ն էլ օգնական։ Եկեք պայքարեք իրավական աշխատեք, ինչ է եղել, որ չեք կարողանում դա անեք, անպայման ուզում եք ապօրինի անեք։ Եվ այդ ապօրինությունը անելու համար երբ որ ձեզ խանգարում եք, ասում եք չէ, քեզ մեկուսացնում եք, որ դու չխանգարես։ Եթե սա պետքա լինի աշխատելավոճը, շատ վատ վիճակ է, իրավական առումով շատ վատ է։ Իհարկե նորից ամեն ինչի դեմ պայքարի ձևն էլ կա, ներսում էլ չլինի, դուրսը կա, կփորձենք եւ այլն, բայց ինչի համար, ինչի հասնենք այդ աշճանի, երբ որ փաստերը ակնհայտ են։ Այլ բան է, երբ որ գնահատման կարիք կա։ Լինում են գործեր, որ իրենք մեղադրում են, մենք ասում ենք, չէ, հիմնավոր չի, իրենք ասում են հիմնավոր է։ Տարբերություն կա, դու ապահովությունների գնահատման խնդիր կա, սա այլ հարց է, բայց այսպիսի ակնհայտ խախտումները սա ուղղակի դիկտատորություն է։
նպատակային կատարվող դիտավորությունը, որ ոչ մեկ չի կարող ասել, որ իրենք չգիտեին, որ սա արել են։ Պարոն Սարգսյան, իսկ ապօրինի ծագման գույքի օրենքը, որը տարածվում է նաև Գագիկ Ծառուկյանի մի շարք գույքերի վրա, այստեղ արդյոք այդ օրենքի անվան տակ սեփականության վերաբաշխում է կամ սեփականությունից զրկել է անձին եւ անկախ նրանից թե որոշ իրավաբաններ ներգրաված են այս գործում թե ոչ, ասում են, որ պետությունը դրա համար վաղը շատ ծանր եւ մեծ փոխհատուցում է տալու։ Ինչպես է աշխատեցնում այդ օրենքը պետությունը եւ ինչ է սպասվում։ Դե օրենքը ի սկզբանե լուրջ խնդիրներ ունի, մշտական խնդիրներ եղել են։ Եվ հիմա էլ իր մառսումով լուրջ խնդիրներ կա, բայց հիմա իրենք ավելի առաջ են գնացել, այսինքն հիմա իրենք կոնկրետ փորձում են միջև այդ վարույթի ավարտը, այսինքն եթե ժամանակ սպասում են դատանի որոշում լինի, դատանի որոշումով հաստատվի ինք ունի ապօրինի ծագում թե ոչ, հետո բռնագրավում լիներ, այն էլ օրինական ուժի մեջ մտնելուց։ Հիմա իրենք միջանկյալ միջև այս որոշումների ավարտը փորձում են ինչ որ օրենքի նորմերի սխալ մեկնաբանության արդյունքում օրինակի համար արարածել են, դա ասում են, դա հանձնվել է պետության կառավարմանը եւ կառավարիչը նշանակվելու։ Լավ, կառավարիչ գիտեք ինչ է նշանակում։ Սեփականատերը մնում է նույն անձը։ Ընդամենը երբ որ դու ես կառավարելու, պետքա դու իբր ավելի լավ, պետությունը իբր ավելի լավ է կառավարելու եւ այդ գումարներն էլ մնալու են ընկերությունում։ Իսկ ով է վճարելու կառավարիչին, ընկերությունը։ Ընկերությունը։ Այսինքն այս ամբողջը ընդամենը անձի փոփոխությունն է, ասես լուրջ սրան մասին sense խոսել, որ ինչ որ բան է կատարվել, այլ հարցը որ քո վատ կառավարման արդյունքում այստեղ խնդիրներ են առաջանալու եւ դու հիմա կոնկրետ անձի վնասներ ես պատճառում։ Հակառակ վիճակը Երևան քաղաքապետարանի մասով, այսինքն դու մեկ լումայի ներդրում չես կատարել, բայց այդ շենքը ասում ես անցել է ինձ։ Այսինքն հասկանում եք, չէ՞, մուլտիվելնեսը անձը կամ կազմակերպությունը պայմանագիր է կնքում պետության հետ, համայնքի հետ, հույս ունենալով, որ պետությունը գործել է օրինական։ Ոչ մի կամայականություն թույլ չի տալ, որովհետև դու խոսում ես պետության հետ եւ գալիս ես երկարաժամկետ բիզնես պլանով, ասում ես դու այս հողակտորը հատկացնում ես ինձ, ես դրա վրա կատարում եմ 40 միլիոն դոլարի ներդրում, կառուցում եմ շենք, համալիր, այս համալիրը օգտագործում եմ Մինչև 2056 թվականը օգտագործում եմ դրանից, փորձում եմ իմ ներդրած գումարը հետ ստանալ, հաշվարկել եմ, որ մինչև 56 թվականը որոշակի շահույթ կունենամ, դրա համար է ինձ դա ձեռ տվել, հակառակ դեպքում, եթե դու ասեիր, որ 5 տարի հետո խուսափելու ես այս պայմանագրից, ես չէի անի, որովհետև ակնհայտորեն ես տուժելու եմ։ Այսինքն ես եկել եմ ներդրում եմ արել այդ պլանով, դու էլ համաձայնվել ես ինձ թույլ տալով, մեկ էլ մի օր քնից արթնացել ես, ասում ես ես փոշմանել եմ։ Այլևս չեմ ուզում, որ այդ կառուցապատման իրավունքը քեզ լինի, ես միակողմանի լուծարում եմ, ասում ենք ինչի համար, մեծ հաշվով ոչ մի պատճառաբանություն չկա, իրավունք ունեմ նման բան անելու, անում եմ։ Հետո էլ ասում եմ արեցի, անցավ Երևանի քաղաքապետարան, բա հաջորդիվ ինչա լինելու, դա ասում եմ այս ՍՊ ենք հիմնում։ Տալիս ենք, որ այս շենքը այդ ՍՊ-ի կառավարի։ Հիմա հարց է ծագում, ի՞նչ տարբերություն քո համար ով է կառավարում։ Այսինքն քո համար տարբերությունը Ծառուկյան անունն էր, հա, այսինքն մուլտիվելնեսն է կառավարում, թե քո ստեղծած նոր ՍՊ-ն, որը որ նորից մասնավոր է, կամ ինչ ուզում է լինի, մասնավոր չլինի։ Հիմա դու այս ամբողջի մեջ տարբերությունը որն է, շենքը նույն տեղում է, շենքը շարունակում է լինել, կառուցել է այս անձը, ինքն է այս գումարները դեր, դու իրան ասում ես, չէ, ես քեզանց վերցնում տալիս եմ ուրիշը։ Հետո հաջորդիվ ինչ որ մեկը պետք է գա, նորից մտածի, որ դե եկեք այսօր պետության կամ քաղաքապետարանի հետ երկարաժամկետ 20, 30, 40 տարով ինչ որ պայմանավորվածություն ունենա, որ մեծ ներդրումներ անե, որ մի օր նորից հանգարց քնից արթնանա, կարևոր չի ով լինի։ Հասկանում եք, այդ 30-40 տարվա մեջ քանի հոգի կարող են փոխվել։ Պետության իրավական պետության ամբողջ իմաստն է, որ անձերից չպետք է կախված լինի։ Ուզում ես 63 քաղաքապետ փոխվի։ Դու պետք է իմանաս, որ օրենքը էսպես է։ Եվ ինքը իրավունք ունի կոնկրետ այս դեպքերում դա անելու։ Եթե դու օրենքից շեղվում ես կամայականություն ես ցուցաբերում, ընկերում վնաս ես պատճառում։ Դե նույնը նաև ապօրինի ծագման գույքի օրենքի շրջանակներում կայացած որոշումներն են, թեկուզ դատարանների, ովքեր իշխանամերձ հայացքներ ունեն, յուրային են, ինչ որ իրար մրցանակներ են տալիս հրապարակավ եւ լուսանկարվում են, եթե անգամ իրենց գույքը համարում են ապօրինի, շատ արագ, փափուկ առանց մեծ հնչեղության գլխավոր դատախազությունը վաճառքի կամ գումարի տարբերության վճար են անում եւ փակում են։ Իսկ ովքեր իրենց քաղաքական հայացքները չեն կիսում, մերժում են եւ անգամ ապօրինի ծագման գույքի անվան տակ ապօրինի խլում են մարդու ունեցվածքը։ Հենց դրա համար եմ ասում, ես որպես իրավաբան եւ որպես փաստաբան, որպես քաղաքացի երազում եմ այն օրը գա եւ պայքարում եմ դրա համար, որ հասնենք այն վիճակին, որ
օրենքը գործի բոլորի համար հավասարաչափ, եւ մենք էլ որպես պաշտպաններ այստեղ նստելուց չկարողանանք այսպիսի բաներ ասել իրենց խախտումների վերաբերյալ։ Հասկանում եք, ես ինձ հարգում եմ որպես մասնագետ եւ ես չեմ կարող այստեղ սուտ բաներ խոսել կամ այնպիսի բան ասել, որ կլսեն այլ իրավաբաններ ու կասեն Սարգսյան Երեմը տաղավարում նստած ոչ իրավական բաներ էր ասում։ Ես ինձ չեմ հարգի, եթե նման բաներ ասեմ։ Դա նշանակում է, որ ես ասելու եմ այն, ինչը իրավական է։ Հասնենք այն վիճակին, որ պաշտոնյաները թույլ չտան, որ ես տեղ ունենամ խոսելու, որ մյուս փաստաբանները տեղ ունենան խոսելու։ Այսինքն իրենք տալիս են այդ հնարավորությունը, իրենք ստեղծում են այս ապօրինի վիճակը եւ մեր աշխատանքն է հակազդել իրանց։ Իրենք են կոչում իրավապահ մարմիններ, բայց փաստորեն ստացվում է, որ իրավունքը եւ օրենքը մենք ենք պահպանում։ Իրենցից իրենք պետքա պահպանեն մյուսներից, բայց իրենք ոտնահարում են, մենք էլ գնում ենք պահպանում ենք եւ պաշտպանում ենք։ Եվ ստիպված ենք լինում հրապարակային դրա մասին ասել, որովհետեւ երբ որ իրենց ենք ասում, իրենք ասում են մենք ենք անողը, մենք գտնում ենք, որ ճիշտ է։ Դրա համար մենք հրապարակային ենք ասում, որ հանրությունն էլ իմանա թե ինչ են անում։ Չի կարելի ուղղակի sense ոնց ուզենանք օրենքը կիրառենք, ում հանդեպ այսօր ուզում ենք այսպես, այսինքն Ծառուկյանի կողմից տրված հաղորդումը ոչ մի հիմնավորում չունի, ինչ որ ասել ես, քննում ենք մեր համար, կքննենք հիմնավորենք, Իրանի քաղաքացիների կողմից տրված հաղորդումը առանց փաստարկի, առանց հիմնավորման, առանց դետալների մեջ մտնելու, ի սկզբանե եղել է 100%-անոց հիմնավորված։ Այդ ո՞նց է լինում ձեր մոտ, որ տենց է։ Այ երբ որ սա վերանա, իսկ նորից եմ ասում, իսկ ով է երաշխավորված այս նույն բանից։ Ասենք պատկերացրեք X անձը, որոշակի բարձրաստիճան պաշտոնյայի հարևանն է, անձնական խնդիրներ ունի։ Իսկ ի՞նչն է խանգարում, որ մի օր էլ այդ անձի նկատմամբ նման բան արվի։ Չկա, չէ, այդ ապահովությունը։ Իսկ երբ որպեսի մենք վստահություն ունենանք, նշանակում է վերևից ներքև չեն կարող ստիպեն, որ ապօրինություն լինի։ Բայց եթե իրենք կարողանում են այդ ապօրինությունը ստիպեն կամ հարկադրեն, նշանակում է ոչ մեկ երաշխավորված չի։ Մեր ասածը սրանում է, պետք է հանրությունը ճնշի իշխանությանը եւ պետական պաշտոնյաներին բացառապես նրա համար, որ գործեն օրինական, ուրիշ բան ոչ մի բան պետք չի։ Բայց հանրության անուններն ասեք, պարոն Սարգսյան, ինչա՞ հետաքրքիրով է հսկող դատախազը։ Անկեղծ որ ասեմ, հսկող դատախազին չգիտեմ էլ դեռևս, հեսա երբ որ բողոք ներկայացնեմ, պատասխանից կհասկանամ, էլի։ Իսկ քննչական խմբի ղեկավարը։ Քննչական խմբի ղեկավարը Արմեն Հակոբյանն։ Շատ լավ։ Եվ վերջում ինչպիսին է պարոն Ծառուկյանի զգացողությունը։ Պարոն Ծառուկյանը ըստ էության, ինչպես միշտ նշել եմ, շատ մարտական է տրամադրված։ Ինքը այսօր եւս մեկ անգամ ականատես եղավ այս ապօրինությանը։ Նշեմ, որ շատ խիստ տարավ այս լուրը, այսինքն զայրացավ, որովհետև ինքը տեսնում էր, թե 3 առերեսման ժամանակ իմ կողմից իրականացող մարտավարություն եւ հարցաքննությունը ինչ արդյունքներ էր տալիս, ընդ որում արդյունք երբ որ ասում են, արդյունքը սա օբյեկտիվության բացահայտումն է։ Ոնց էինք բացահայտում այդ օրենք օբյեկտիվությունը, ինքը դա տեսնում էր, ու միանգամից երբ որ առավոտյան այս որոշումը տվեցին, առաջի արձագանքը եղավ, որ այսինքն դուք դրա համար եք անում, որ իմ պաշտպանը չկարողանա հաջորդին նույն գործողությունները անի։ Ասում էր, լավ, հասկացանք, ապօրինության մակարդակ էլ կա, բայց այս աշճանի, այսինքն ինչն է ձեզ խանգարում օբյեկտիվությունը բացահայտեք։ Ցանկացած իրավական պետությունում գիտեն, որ փաստաբանը միանգամից նպաստում է օբյեկտիվության բացահայտման։ Մեր երկրում կան դատավորներ, որ հաճախ երբ որ մենք գնում ենք դատական նիստերին առարկություններ ենք ներկայացնում քննիչներին, երբեմն հուշում են, ասում են, այս առարկությունները վերցրեք, տարեք ձեր համար ուղեցույց դարձրեք, թե ինչ թերություններ ունեք գործում։ Խելացի քննիչը, խելացի դատախազը միշտ վերցնում է այս առարկությունները, տանում է, որովհետև եթե ինքը չէր տեսել որտեղ ինքը թերություն, այդ թերությունները վերացնում է։ Բայց ինքը ոչ թե պետքա մտածի ոնց վերացնի, որ իր ուզածը լինի, այլ պետքա նենց վերացնի, որ օբյեկտիվը լինի։ Այս գիտակցությունն է, երբ որ ունենան օբյեկտիվ քննության, այս Ծառուկյան դա էր ասում, ի՞նչն է խանգարում օբյեկտիվ քննություն անեք։ Թողեք հարցը քննեք, տեսեք ինչ է բացահայտվում։ Եթե չեք ուզում բացահայտվի, դա այլ հարց է։ Իսկ իրենք չեն ուզում որ բացահայտվի։ Մակագրվել է վերաքննիչ բողոքը որևէ դատավորի։ Ես կարծում ոչ, ես այսօր այս առերեսումներից հետո տեղյակ չեմ, եթե ինձ հետո մակագրվել է, կարող է, բայց Եվ կրկին ձեռքով մակագրությունը։ Դե վերաքննիչում, եթե չեմ սխալվում, դեռևս շարունակում է ձեռքով։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանն էր։